Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, հետ միջօրեի ժամը 4-ն է, Future ենք սկսենք հայերեն լուրերը, նախ կփոխանցենք խորհրդիրները։ Լիբանանյան փանագը կհաստատե ինչ ալլան զոհողությունները, փանագը պիտի շարունակի ահաբեկչական ցանցերու ոչնչացումը։ Հրմելի ահաբեկչական բայթումին զոհ կերտան երկու փանագայիններ եւ քաղաքային շուրջ 18 վիրավորներու կողքին։ Ուկրաինական խորհրդարանը պաշտոնանկ կնե Յանուկովիչը եւ ժամանակավորապես կստանցնե նախագահական լիազորությունները։ Անցնելով մանրամասնություններուն, հետաքննությունները շարունակվեցան հրմել քաղաքի մուտքին Լիբանանյան փանագի անցարկելը թիրախ ընտրած անձնասպանական բայթումին գործով։ Բայթումին զոհկացին երկու փանագայիններ եւ քաղաքային մինչ 18 անձեր վիրավորվեցան։ Ահաբեկչական այս գործողությունը ստանցնեց Ջաբհաթ ալ-Նուսրա գազագերբությունը, որ շաբթվան ընթացքին կորզաթրած էր նաեւ Բիր Հասանի բայթումները։ Ահաբեկիչը փանագի անցարկել հասավ հրմելի արևելյան կողմեն եւ երբ զինվորները անգեբահանչեցի ներսեն լուսավորել ինքնաշարժը, անդեսեց բահանչը եւ ապաբայթեցուց ինքնաշարժը։ Բայթումը մեծ վնասներ պատճառեց նաեւ անցարկելին մոդագա խաղավայրին եւ Աղասի քեդի ափերուն սփռված ջաշարաններուն։ Թիագներու փեգորներ գտնվեցան նույնիսկ քեդի թիմացի ափեն։ Փանագը շրջափակեց բայթումին վայրը եւ սկսավ հետաքննությանց։ Փանագի հրամանատարությունը հաղորդակցության մեջ նկատել դվավ, որ փանագը անգամ եւս կվճարի ահաբեկչության թեմ բայկարին արյանքինը։ Հաղորդակցությունը նկատել դվավ, որ կատարվածը պետք է Լիբանանյան բոլոր կողմերը մղե գարչածություն հայտնելու եւ համախմբվելու փանագին շուրջ։ Հաղորդակցությունը նաեւ հաստատեց, որ ինչ ալլան զոհողությունները փանագը պիտի շարունակե ահաբեկչական ցանցերու ոչնչացումը եւ հանցագործներուն հետապնդումը։ Հանրապետության նախագահ Միշել Սլեյման զինվորական պատասխանատուներուն հետ հետևեցավ հրմելի ահաբեկչական բայթումի մանրամասնություններուն։ Սլեյման ցավ հայտնեց զոհերու արձանագրման համար եւ միաժամանակ անգամ եւս ողջունեց Լիբանանյան փանագը, որ քաղաքայինները ահաբեկչութեն են պաշտպանելու իր ազգային բարդականությունը կատարած միջոցին դարձավ հիմնական թիրախը ահաբեկչական գործողություններուն։ Սլեյման գոչ ուղեց ապահովական եւ զինվորական ուժերուն առավել եւս խստացնելու ահաբեկչությունը, թիմակրավելու արգա վճռակամությունը ի խնդիր Լիբանանի եւ լիբանանցիներու անվտանգության եւ գայունության ապահովման։ Փանագի քաղաքնիսպասարկությունները Բեկայիլ Ղա շրջանին մեջ սերբակալեցին Ղասեմ Աթրաշ անունով ձանոտ ահաբեկիչը։ Ըստ մամլոդեղեցություններուն այժմ կստուգվի ահաբեկիչին ինքնությունը։ Իր գարկին Մուստaqbal բլոկի նախագահ երեսփոխան Ֆուադ Սինյորը հայտարարեց, թե ահաբեկչական այս ալիքը ազդու գերբով թիմակրավումը կգարոդի լուրջ քայլերու եւ ոչ միայն թադաբարդումի խոսքերու եւ գեցվածքներու։ Սինյորա գրգին բանջեց Սուրիայեն Հեզբալլայի հերացումը եւ չեզոքության ворթեքրումը, որբեսի Լիբանանը հերու բահվի վայրակությանց ալիքեն։ Մուստaqbal հոսանքի նախագահ նախկին վարչապետ Սաադ Ալ-Հարիրի հայտարարեց, թե նոր կառավարությունը համախոհական կառավարություն է։ Ան CBC գայանին դրված հարցազրույցի ընթացքին նաև նախադեսեց, որ կառավարությունը ստանա խորհրդարանի վստահության կվեն։ Հարիրի նշեց, որ իրենք չեն զորակցիր կառավարության աշխատանքային ծրագրին մեջ փանակ ժողովրդի մատրություն եզրի ներառման, այլ գաչակցին Բաաբդայի հայտարարության ներառումին։ Հարիրի նաև նկատել դվավ, որ Հեզբալլայի ներգրավվածությունը սուրիական պատերազմին մեծի թրածի բայթումներու ենթարկվելու թիրքին վրա։ Հարիրի խոսքով Սուրիո նախագահ Բաշար Ալ-Ասադ քրավ թրած է ժամանակի վրա եւ կգարձե, որ որքան ժամանակ քնե, այդքան գերգարի վարչագարկին կյանքը։ Թուրք-սուրիական սահմանին Սուրիական կողմը Թուրքիային 2 կիլոմետր հեռավորության առավոտյան ագանաբադ ինքնաշարժը բայթած է։ Դեպքը տեղի ունեցած է Սուրիո Ատմե բնակավայրի հիվանդանոցներեն մեկուն մոդագայքը։ Բայթունեն հետո թրքական Ռեյհանը բնակավայրեն շտաբ օգնության մեքենաներ ուղարկված է Սուրիա մեծ թիվով դուժածներուն օգնություն ցուցաբերելու եւ Թուրքիա դեղափոխելու համար։ Նշենք, որ Ատմեի մեջ կփնագին մոտ 30,000 սուրիացիներ, որոնք հիմնականին մեջ ներքին դեղահանվածներ են, սակայն չեն փապակած դուրս գալ երկրեն։ Մինչ այդ երկրի դարբեր շրջաններուն մեջ կշարունակվին ռմբակոծումները։ Միջազգային այլ լուրովը Ուկրաինայո նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկո գոչ ուղեց Կիևի անկախության հրապարակին վրա Մայդանի վրա հավաքված ցուցարարներուն շարունակել բայկարը, հակառակ որ երկրի նախագահը լքած է Կիևը եւ խորհրդարանը քվեարկած է զայն պաշտոնան գնելու ու մայիսին արտագաղթ նախագահական ընտրություններ կազմակերպելու օգտին։
Խարքովի քրեագադարողական հիվանդանոցեն ազատ արձակվել է եւ Կիև ժամանել է հետո Տիմոշենկո, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, իշխանությունը չարաշահելու մեղադրանքով շուրջ 2.5 տարի փանդը մնալ է ետք Մայդանի վրա հավաքված դասնյակ հազարավոր ցուցարարներուն թիմած է անվանասայլակ նստած զանոնք անվանելով հերոսներ այն լավագույնը, որ Ուկրաինան ունի։ Ժողովրդական հուզումներու հետևանքով գալանավայրեն նոր դուրս եկած նախկին վարչապետը իր ելույթին մեջ ընդգծած է, որ Յանուկովիչ եւ անոր մերձավորները պետք է պատասխանատվության կանչվին վերջին օրերուն արինալի փախումներուն համար, որոնց հետևանքով զոհված են հարյուրավոր ցուցարարներ եւ ոստիկաններ։ Նշենք, որ Ուկրաինայ խորհրդարանը Քերակույն Ռադան քվեարկությամբ բաշտոնանք գրած էր նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ ստանցնելով նախագահի լիազորությունները նշանակած էր նաեւ նախագահական արդահերթ ընտրություններ, որոնք պետք է դեղի ունենան այս տարվա մայիս 25-ին։ Այժմ վարչապետի բաշտոնին գահավագնին նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկո, ժողովրդային պատգամավոր Փյոդոր Պորոշենկոն եւ Պատգիվշինա խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկ։ Իր գարկին Յանուկովիչ հայտնած է, թե մտադիր չէ հրաժարական տալու եւ Քերակույն Ռադայի գործողությունները որակած է որպես pedagogan հեղաշրջման փորձ։ Ռուսիա իր գարկին հայտարարեց, թե Ուկրաինայ ծայրահեղականները կվտանգեն երկրի ինքնիշխանությունը եւ թե ընդդիմությունը իր գործողություններով հարցականի տակ կտնե երկրի քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված համաձայնագրի իրագործումը։ Իր գարկին Ռուսիա արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրով գոչ ուղեց Փարիզին, Բերլինին եւ Վարշավային գործի տնելու իրենց աստեցությունը եւ գարկի հրավիրելու մոլեկնող խուլիգաններուն։ Եվ այժմ ծանոթում այն ընդմիջում, որ մեկ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայությունը գոքեգոչ է Սումգայիթի ահավոր չարտերու դարելիցը։ Կշարունակենք մեր հաղորդումը։ Փարիզի մեջ դեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ-ի Մինսկի խումբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Վորլիքի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Քասպերչիկի հետ։ Հանդիպումի ընթացքին շարունակվեցան քննարկումները Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ ղեկավարման բանակցային գործընթացը հառաջ մղելու շուրջ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր աշխատանքային այցելությամբ կմեկնի Ռուսիա։ Վարչապետ Սարգսյան Սոչիի մեջ կհանդիպի Ռուսիո վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Կքննարկվին երկկողմ հարաբերություններուն առնչվող օրակարգային շարք մահարցեր։ Կողմերը կանդրադառնան նաև եվրասիական համարգման գործընթացներուն Հայաստանի մասնակցության։ Վարչապետը ներկա կգտնվի նաև ցմերնային ողիմպիական խաղերու փակման արարողության Սոչիի մեջ։ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայությունը այս ամսվան վերջավորության գոքեգոչ է Սումգայիթի ահավոր չարտերուն դարելիցը։ Այս ձիրեններս հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի գետրոնական մարմինի գազագերբությամբ եւ Լիբանանի մեջ Հայաստանի տեսփանության կորձակցությամբ այսօր գեսորին Սուրբ Նշան Մայր եկեղեցվո շրջափակին մեջ դեղի ունեցավ Սումգայիթի եղեռնակորձության զոհերու հիշադակի հավաք, որուն ընթացքին խոսք առին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյան, Լիբանանի մոտ Հայաստանի արտագաղթ եւ լիազոր տեսփան Աշոտ Քոչարյան եւ հայոց ցեղասպանության 100-ամյակի մարմնի ներկայացուցիչը։ Ցերնարգին մանրամասնությունները եւ արտասանված խոսքերը կներկայացնենք վաղվան մեր հաղորդումի ընթացքին։ Նախորեի երեգոյան հոպենութմեն հոյեչտի Ահրամջյան սրահին մեջ խոսնակ բարբերագանի գազագերբությամբ եւ հովանավորությամբ Լիբանանի մոտ Հայաստանի տեսփան Աշոտ Քոչարյանի, որուն կներկայացներ Վարդան Աթամյան եւ ներկայությամբ Հյուբադոս Գարեն Մատեվոսյանի ու հոպենութմենի հոյեչտի ղեկավար գազմին ու հայկական միություններու ներկայացուցիչներուն դեղի ունեցավ պատմապան Գորյուն Քեհյայանի հայ ժողովրդի պատմությունը սկիզբեն մինչեւ այսօր խդասալիգի արձակման պաշտոնական ցերնարգը։ Հաղորդավարությամբ Վազգեն Մուղալյանի այս արդիվ դեղի ունեցավ գեղարվեստական լուրջ եւ ջող հայդակիրմը մասնակցությամբ Նանոր Արմենյանի, Արփի Քարամանլյանի, Շահե Բաբահեկյանի, Թուխիկ Ավեդիսյանի, Նանոր Մաջարյանի եւ Անի Մանչուլյանի։ Ցերնարգի ավարտին դեղի ունեցավ խդասալիգի քինեցոնը եւ մագակրումը հեղինակին գողմե։ Այս խդասալիգի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար այժմ մեր դաղավարը գհյուրընկալենք այս խդասալիգի ամբողջական պատրաստության հեղինակ Գորյուն Քեհյայան։ Բարի եկած եք բարոն Քեհյայան։ Բարև, բարի տեսանք Նազերին։ Բարոն Քեհյայան, հետաքրքրական է, որ այս իսկապես յուրահատուկ գաղափարը ինչպես հղացաք, երբ հղացաք եւ ինչպես գործադրեցիք։ Շատ լավ, շատ բարի։ Երևանի Պետական համալսարանը ավարտել է յետք
Մտածեցի, որ ժողովրդից հրամցնեմ ժամանակակից արվեստագիտական տվյալներով պատրաստված խդասալիկը եւ այդ իսկ պատճառով 1991 թվականին սկսա հետևի թե գրաֆիքսի եւ թե սկրիպտինգի դասընթացներու եւ ի վերջո 2009 թվականին սկսա աշխատանքս խդասալիկին եւ լույս տեսավ այս խդասալիկը որում վերնակիրը արդեն բոլորդ գիտեք ներկայացված է արդեն հայ ժողովրդի պատմությունն է սկիզբեն մինչև այսօր։ Այո, լավ հետաքրքրական է, որ այս խդասալիկին փոխանցությունը ինչ է, ինչ կընդգրկե եւ արդյոք որ մեկ ժամանակահատվածները ներառած եք։ Շատ բարի։ Խդասալիկը ամբողջ հայ ժողովրդի պատմությունն է սկիզբեն մինչև այսօր, քիչ մ առաջացի արդեն եւ դասական ձևով Կլասիկ դասական ձևով բաժնված է խդասալիկի 3 մասերու՝ հին եւ հնագույն շրջան, միջին տարեր նոր եւ նորագույն շրջաններն են եւ գսկսի պատմությունը նախահայկական շրջան են, մեզ մոտավորապես 1.5 միլիոն տարի առաջ եւ կհասցնենք մինչեւ այս օրերս։ Այո, իսկ ընդհանրապես փոխանցությունը դարիքային ինչ սահմանումներ ունի։ Շատ բարի։ Նախ խդասալիկը գվերապերի բադանիներուն, այսինքն 15 տարեկանեն սկսյալ բոլոր բադանիները գրան օգտվել այս խդասալիկեն եւ մինչեւ երեց մարտիկ եւ նույնիսկ մասնակիցներ, այսինքն ենթադրենք, որ որևէ մեկ անձը, որ հայոց պատմությամբ հետաքրքրված է, կամ որևէ մեկ ուսանողը, որ հայոց պատմության մասնակցություն պիտի ունի, եւ նույնիսկ մաստերզի մագարտակի գրնա այս խդասալիկեն օգտվել, իսկ ատկե յետ ովքեր որոնք գրնան որոնք PhD պիտի ունեն, այսինքն ավելի բարձր մագարտակի պիտի հասցնեն, գրնան օգտվել այս խդասալիկին յետևը տրված աղբյուրներեն, որովհետև խդասալիկը պատրաստված է նվազագույնը 200-ին 300-ի միջև աղբյուրներ է։ Այսինքն հետաքրքրական է, որ արդյոք քանի քիրք կընդգրկե, գրնա ասենք, այսինքն քանի քիրքերու ծավալ է։ Խդասալիկը, եթե մեջի քրությունները փոխանցությունը վերածենք քիրքի, նվազագույնը 1000 թերթ պիտի լա, նվազագույնը։ Իսկ այսինքն հետաքրքրական է, որ այս ծրագիրը իր շուշտ մեծ աշխատանքով վստահ որ հարաճիգա ծրագիրներ եւս մտահղացած եք այս խդասալիկին կծով, արդյոք ինչ են հարաճիգա ծրագիրները, որ առնչված են այս խդասալիկին։ Շատ լավ։ Հիմա երկրորդ խդասալիկից վրա աշխատիմ, որ չափազանց հետաքրքրական է դարձյալ եւ 2015 թվականին է որ միան պատրաստ կլա եւ հետակային այս ծրագրերը երկուքը միասին բնականաբար գրնա ըլլալ որ հավանական է որ վերածենք կայք էջի եւ նաեւ շատ հավանական է որ այսօրվա ժամանակից արվեստագիտական ուսումնական հաստատություններում մեջ կիրառված iPad-ի ծրագրերում մեջ մտցնենք նաեւ նմանօրինակ մասնակցություններ, ասենք հայոց պատմություն կամ մյուս խդասալիկը, որը ինչպես որսի միան 2015 թվականին պատրաստ կլա։ Ուրեմն կսպասենք ձեր նոր խդասալիկի հրաբարագումին եւ արձակումին։ Արդյոք նկատի առնված են ասոնք դպրոցական, ասենք աշակերտներուն կամ ուսանողներուն հարմարող դասընթացներու մեջ։ Առաջիկա դարիներում վստահաբար պիտի աշխատիմ նաեւ նախագահարանի համար ծրագրեր պիտի պատրաստվին եւ անշուշտ պիտի ներկայացվի բոլոր դպրոցներուն վստահաբար այդ ծրագիրը գա գոյություն ունի եւ աշխատանքը պիտի սկսեմ շուտով, այսինքն երկրորդ խդասալիկս ավարտելես յետք։ Ցեզի հաջողություն կմաղթենք Վարոն Գորյուն Քեհիայան այս իսկապես հետաքրքրական եւ քաչալերական խդասալիկին համար կմաղթենք որ իր շարունակությունը ունենա երկրորդը եւ երրորդը եւս վստահ հսկա աշխատանք է ձեր դարածը եւ վարձկենիդ կադար։ Շնորհակալություն շատ։ Հարգելի ագնտիրներ, մեր շնորհակալությունը կհայտնենք մեր այսօրվան հյուրին Գորյուն Քեհիայանին, պատմապան Գորյուն Քեհիայանին եւ կհասնենք հաղորդման ավարտին սակայն նախքան այդ կվերհիշեցնենք մեր այսօրվան գլխավոր լուրերը։ Լիբանանյան փանագը կհաստատե ինչ ալ ըլլան զոհողությունները փանագը պիտի շարունակի ահապեկչական ցանցերու ոչնչացումը։ Հերմելի ահապեկչական բայթումին զոհ գերտան երկու փանագայիններ եւ քաղաքային մը շուրջ 18 վիրավորներու գողքին։ Ուկրաինական խորհրդարանը պաշտոնանկ կնե Յանուկովիչը եւ ժամանակավոր ավես կստանցնե նախագահական լիազորությունները։
Եվ այսպիսով իրավարդին կհասնի այսօրվան մեր հայերեն լուրերու հաղորդումը ցտեսություն։ اللي بيفخر واللي بيقتل المدنيين مجرم